Գեղամալ լեռների ճյուղերից մեկը ծունկ է տալիս Սազալգետի աջափին և դառնում եռանկյունաձև բարձրիկ հրվանդան։ Հենց այդ հրվանդանի վրա է Գառնիի 24 սյուներով հրաշակերտ տաճարը, որը հեթանոսական ժամանակներից մեզ հասած եզակի կառույցներից է Սովետական Միության տարածքում, բայց միշտ է կանգուն եղել այն։ Տաճարը կառուցվել է 77 թվականին և կանգուն մնացել շուրջ 1600 տարի։ Հայաստանի ամենաերկարակյաց շինությունը փլվել է 1679 թվականի հունիսի 4-ին կործանարար երկրաշարժից։ Ժամանակի պատմիչ Զաքարիա Սարգսակյանի հավաստմամբ երկրաշարժի ցնցումն այնքան ուժեղ է եղել, որ մի քանի տոննա կշիռ ունեցող քարերը դյուրությամբ բեկվել են տաճարից, օդ բարձրացել փետուրի պես և թափվել մոտակա ձոր։ Դրանից հետո ճարտարապետական հնամենի կոթողը կիսավեր է մնացել մոտ 300 տարի։ 1909-ից 1911 թվականներին անվանի գիտնական Նիկողայոս Մարը տաճարի հիմքի մոտ է հավաքել սիրության եղած կապտավուն որձաքարերը, հուսալով, որ մի օր կվերականգնվի հայոց այս գեղեցկաշեն կառույցը։ Սակայն հետագայում քանդակազարդ շատ խոյակներ ու սյուներ անհետացել են, և նորագեղ ճարտարապետները դրանց հետքերը որոնել են Գառնիից հեռու ընկած վայրերում։ Գառնիի տաճարը վերականգնվել է ճարտարապետ Սահինյանի նախագծով և անմիջական ղեկավարությամբ 1969-ից 1975 թվականներին։